բոլորս կարծես ձգտում էինք մի օր ավել, մի ժամ ավել, թեկուզ մի 10 րոպե ավել լինել Արցախում։ Արցախցին Արցախում, գիտեք ինչպես էր, նա սիրտը բաց սպասում էր հյուրերին։ Տարբեր վատ սցենարներ ենք մտածել, բայց որ արցախցին դուրս կգա Արցախից, որևէ մեկի մտքով չի անցա։ Մեր մեջքը կոտրվեց, մեր ուժը գողացվեց, մեր հաղթանակը կորավ։ Երբ արցախցին եւ Հայաստանում ապրող ցանկացած հայ նույնական են եւ միասնական են, մեզ կոտրել չի լինի։ Արցախի հարցի լուծմանը մնացել էր 1-2 տարի, ես ձեզ հավատացնում եմ։ Ես Արցախ վերադարձին հավատում եմ։ Ուղղակի ուզում եմ, քանի չեն հասցրել շատ բան քանդել, այդ ժամանակ գնանք։ Տիկին Այրա, գիտեմ Արցախում շատ եք եղել, վստահ եմ հիշողություններն էլ են շատ։ Ամեն անգամ, երբ Արցախ գործուղվելու հանձնարարություն էիք ստանում, ինչպես էիք արձագանքում։ Մեծագույն ուրախությամբ, ասեմ ավելին, լինում էին դեպքեր, երբ ինքս ինձ էի գործուղում, երբ կարելի էր ինչ-որ մի աշխատանք անել հեռախոսով, ես պարտադիր պնդում էի, որ չէ պետք է գնալ տեղում նստել հասկանալ, որովհետև դա լրացուցիչ հնարավորություն էր գնալու եւ էներգիա ստանալու։ Երևի գաղտնիք չէ եւ բոլորն են դա զգացել, որ Արցախի հողը, ինչքան էլ դու հոգնած եւ սպառված լինեիր, քեզ տալիս էր ուժ։ Ու բոլորս կարծես ձգտում էինք մի օր ավել, մի ժամ ավել, թեկուզ մի 10 րոպե ավել լինել Արցախում։ Արցախը բացառիկ է։ Այսինքն երբևէ չի եղել, որ չեք ցանկացել կամ երկմտել եք գնալ թե չգնալ Արցախ։ Չէ, այդպիսի բան չի եղել, հակառակը իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում երբեք ոչինչ չեմ խնդրել, որ ինչ-որ միտեղ ինձ գործուղեն կամ ինչ-որ մի պատվիրակության կազմում գրեն, բայց անխոս Արցախը բացառություն էր, երբ ես իմանում էի ինչ-որ այցելություն կա Արցախ, գնում եւ խնդրում էի, որ ես էլ մասնակցեմ։ Ինչ է Արցախը ձեզ համար խորհրդանշում։ Տեսեք, Արցախը ինձ համար իմ ուժն է, թե իմ անձնական անհատական, թե ընտանեկան, թե նաև հավաքական հայկական ուժն է։ Այդ զգացումը, որը մեզ տալիս էր Արցախը, կարծես այսօր կորցրել ենք բոլորս եւ սուր անհրաժեշտություն ենք զգում վերադարձնելու։ Արցախ գնալը ուրախություն էր, տոնախմբություն էր, անկախ նրանից ճանապարհը ոնց էր տանում, որովհետեւ քանի դեռ չկար Քարվաճառի խիստ գեղեցիկ ճանապարհը, ոչ պակաս գեղեցիկ Շուշիի ճանապարհով էին գնում, որի ոլորանները շատ էին եւ անգամ մարդիկ կային, ով դժվար էին տանում ճանապարհը։ Ոչ ոք, ինձ ճանաչած ոչ ոք երբեք ճանապարհից չէր դժգոհում։ Մենք մեծ ուրախությամբ գնում էինք դեպի Արցախ։ Ճանապարհի հետ կապված մի հետաքրքիր պատմություն է եղել, երբ սեպտեմբերի 2-ին այցելություն կար եւ դրանից մի օր առաջ Տիկին Ռիտայի հովանավորությամբ Արծվաբերդի բեմականացումն էր։ Պատվիրակությունը գնաց, ես չկարողացա գործեր ունել եւ ասացի, որ մենակ կգամ ինքնուրույն։ Եվ կյանքումս առաջին անգամ ես իմ մեքենայով 8 ժամի դուրս եկա Արցախ։ Երբ դու մեքենայի ղեկին ես, երբ կողքն ես նստած, դա երկու տարբեր ճանապարհ են։ Երբ ես անցա անցակետը եւ գալիս էի դեպի Արցախ, ինձ թվաց, թե Շուշին շատ մոտիկ է լինելու, էլի մի 10-15 րոպեից Շուշին։ Ամեն հաջորդ ոլորանի հետ զգում էի, որ չէ, հեռու է, չեմ հասնում, կապնել այդտեղ չի բռնում, չէ, բոլորը հիշում են։ Եվ շփոթվել էի, ճիշտն ասած, մի քիչ վախեցել էի, մտածում էի, ախր շեղվելու տեղ էլ չկա, որ ես թեքված լինեմ, այլ ճանապարհով գնացած լինեմ, ու այնպեսի ժամ էր, մեքենա չկար առաջ եկող, դե բնականաբար այն ժամանակ երիտասարդ էի, մենակ էի ու ժամ էր, մի քիչ վախեցա, մտածեցի կարող է սահմանացել տարածքում եմ գտնվում եւ հիշում եմ դիմացից մի հատ բեռնատար էր գալիս, խիստ վատ վիճակում, այսպես հազիվ քշելով գալիս էր, ես աչքերս 4 արած, որ տեսա հայկական համարներով մեքենայի, շատ ուրախացա, եկա անվտանգ հասա, շատ հրաշալի ժամանակ անցկացրեցի, բայց առաջի անգամ հասկացա, որ երբ մենք գնացել ենք Արցախ, մենք հիացել ենք բնությամբ եւ ուշադրություն չենք դարձրել, որ բնակավայրից որ բնակավայր ինչքան է տևում, որտեվ
շունչդ պահած սպասել ես հասնելուն, այդ հրաշալի հյուրընկալությանը ենթարկվելուն, գեղեցիկ փողոցներով, մաքուր իմիջայլոց այ հենց այդ նույն օրը, երբ հասա մի քիչ լավ չէի պատկերացնում, դե երբ որ դու սեփական մեքենայով ես, ճանապարհը այլ է, լրիվ այլ է։ Երբ արդեն Ստեփանագերտ հասա, 2-3 հոգու հարցրեցի հյուրանոցի տեղը, ի զարմանս ինձ նրանք բոլորը ասեցին, իջի ես մեքենայով քեզ կհասցնեմ, հետո ասում եմ, բա դուք ինչ եք անելու, ոչինչ, ես ոտքով հետ կգամ։ Այդպիսի բանը մեր համար այն ժամանակ խորթ էր։ Արցախում, գիտեք ինչպես էր, նա սիրտը բաց սպասում էր հյուրերին։ Շփումներում արցախցիների հետ ինչ եք հասկացել, ինչն է զարմացրել, ինչն է շատ շուտ 2000-ականների մեջտեղները ընկերներով եկել էինք Արցախ եւ ստացվեց այնպես, որ մեքենան սարքից դուրս եկավ եւ մենք աղջիկներով պետք է սպասեինք, որ տղաները տանեին մեքենան սարքենք, պատահական ինչ որ միտեղ կանգնել էինք։ Դա առաջին այցներ էր։ Առաջին այցներ, հա։ Նստած էինք անծանոթ մի տան մոտ, մի տատիկ դուրս եկավ, նայեց, մի քիչ խետ նայեց, գնաց, հետո հետ եկավ, շատ ջղայն ասեց, ինչի եք նստել։ Դե ասեցինք տատի ջան, մեքենան փչացել է, սպասում ենք հիմա տղաները, չի ասում, հա, ինչի եք ստեղ նստել, ներս եկեք։ Մեզ հյուրասիրեց, հետներս նվերներ դրեց, համեղ իր պատրաստած պահածոները դրեց, ինչ որ հյութեր դրեց, ես այդպիսի ընդունելություն չէի տեսել, իմ առաջի տպավորությունը հենց Արցախցուց այդ էր, եւ գիտեք, այդ այն ժամանակաշրջանն էր, երբ որ մի քիչ լավ չէինք հասկանում արցախցի, հայաստանցի բաժանումը շատ էր դրված, այն կեղտոտ պատմություններն էին հա գնում, որ արցախցիները հայաստանցիներին վատ են վերաբերում, դե մանիպուլյացիա էր, ինչպես մենք հետո հասկացանք։ Ես վերադարձել էի ու բոլորին պատմում էի, թե ինչպեսի հրաշք տեղ է Արցախը։ Եվ հետո, երբ արդեն աշխատանքային առումով վերադարձա, ես Արցախից սովորեցի գնահատել այն, ինչ ունես, գնահատել արմատներով բռնել այն ամեն ինչ ունես, որովհետև Արցախի անկախությունը մեզ դժվար էր հասել ու արցախցին իր հողում զգում էր դրա գինը։ Մենք Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հայաստանում այդ գինը կարողանում ենք տեսականորեն հասկանալ։ Արցախցին իր հողում գիտեր դա ինչ է նշանակում, այդ եմ սովորել ես։ Շատ էինք սիրում գնալ Սարսանգի ափին նստել, շատ էինք սիրում Եվրոպայի խորհրդում իմ աշխատանքի ընթացքում Սարսանգի ջրամբարի մասին մեր թշնամու պատվերով զեկույց էր պատրաստվում եւ աշխատանքի բերումով դե պարտադիր ես պետք է գնայի ինքս իմ աչքով տեսնեի, որ կարողանայի այնտեղ պնդեի։ 2-3 անգամ այցելությունից հետո ուղղակի սիրահարվեցինք այդ տեղերին։ Շատ ենք սիրում Մարտակերտը իր չնաշխարհիկ բնությամբ։ Շատ ենք բնականաբար սիրում Շուշին, Հունոտի կիրճը, Զոնտիկները, դա իմ երևի ամենավառ տպավորություններից մեկն էր։ Բնականաբար Գանձասարը տալիս էր այն ուժը, որը պետք էր, Ամարասը, երբ դու տեսնում էիր այդ հին հայկական տառերը եւ պատկերացնում էիր ինչպիսի ճանապարհ ու ինչպիսի կյանք է անցել, ես չեմ կարող առանձնացնել, իրոք չեմ կարող առանձնացնել, հա։ Արցախը ամեն ինչով, սկսած Պատարայի անտառներից, վերջացրած Ստեփանագերտի վերածննդի հրապարակով իմն էր եւ ես որևէ կերպ չէի պատկերացնում ինձ առանց Արցախի։ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի պատվիրակությունում մի պատգամավոր կար, ով իրենց մշակած պլանի համաձայն միշտ նշում էր, որ ինքը շուշեցի է։ Եվ ինչ որ սրտաճմլիկ պատմություններ էր պատմում Շուշիի մասին, հասկացվում էր, որ սուտ է բնականաբար։ Եվ երբ Սարսանգի ջրամբարի հարցը սկսեց քննարկվել, սա մեկ է սկսեց պատմել, որ ես ծնվել եւ մեծացել եմ Սարսանգի ջրամբարի կողքին։ Հիմա ես ծիծաղում եմ, եվրոպացիները ինձ են նայում, ասում եմ, ընկերներ, կարելի է մի քանի հարց տամ, ասենք Շուշիից Սարսանգ, այդ ո՞նց է ծնվել, մեծացել, այսինքն մարդիկ անգամ պատկերացում չունեին այն տեղերի մասին, որոնք նրանք պատկերացնում էին, թե իրենցն է, եւ պահանջներից մեկը այն էր, որ Սարսանգի ջուրը պետք է համատեղ օգտագործել։ Մենք պլանավորում էինք ակցիա անենք եւ շշերով ջուր բերեինք, տայինք, ասեինք, էս Սարսանգի ջուրն է։ Այդ իհարկե որպես կատակ, բայց մենք չենք հասցրել լինել կատարոյում։
շատ ափսոսում ենք, ինչ որ չէր համընկնում, չէր ստացվում, եղանակներ խանգարում, բայց երևի դա միակ տեղն է, որտեղ չենք եղել։ Մի անգամ փորձում ենք գտնել Սուրբ Գևորգ եկեղեցին, ճանապարհը շատ դժվար էր, ոտքով բարձրանալու շատ մեծ ճանապարհ կար, երեխաներ շատ փոքր էր։ Պարքև Սրբազանին ասացի, որ շատ եմ ուզում մոմ վառել այնտեղ, որտեղ ինքը խորհուրդ կտա, որ ես վառեմ այդ մոմը։ Ասաց Նայրա ջան, Արցախի հողում որտեղ էլ մոմը վառես, դա սուրբ հող է։ Ամեն քառակուսի մետրի համար արյուն է թափվել, սա սուրբ հող է։ Հեչ անպայման չի դու այդ ծանր ճանապարհ անցնես, հասնես, որտեղ հոգնեցիր, մոմերդ վառի հետ արի։ Ու իրոք, երբ պատկերացնում ես այդ հերոսական ճանապարհը, որը մենք անցել ենք, մենք անհավասար ուժերով պահել ենք մերը, որովհետև մերն էր, որովհետև արդար էինք, որովհետև հազարամյակների ուժը մեր մեջքին էր։ Եվ երևի թե հենց դա է պատճառը, որ ես հիմա գրեթե վստահ եմ, որ չի կարող Արցախը մերը չլինել։ Իսկ ընտանիքով էլ էիք գնում Արցախ։ Ընտանիքով շատ էինք գնում։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, ինքս ծնունդով Գյումրիից եմ, ամուսինս Արմատներով Ջավախքից է, այսինքն Արցախի հետ արյունակցական կապ չունենք։ Բայց երբ մտածում էինք հարսանիքի մասին, անգամ քննարկում չեղավ։ Մենք որոշեցինք, որ պարտադիր պսակադրությունը լինելու է Շուշիում։ Մենք 14 թվականին իրականացրեցինք այդ հարսանիք Շուշիում, հարսանիք լեռներում օպերացիան, անմոռանալի օր էր։ Մենք եկել էինք Արցախ, իմ ծննդյան օրն էր, եւ այդ օրը Դրախտիկում, Հադրութում թթվի փառատոն էր։ Դուք չեք պատկերացնում ինչպիսի էմոցիաներ էին։ Առավոտյան բոլորս միասին գնացինք Դրախտիկ, վայելեցինք Արցախի թթվի բոլոր համերը եւ բույրերը։ Բոլոր հյուրերին տարակ Արցախ։ Այո, բոլորով գնացինք, ասեմ ավելին, պսակադրությունը իրականացնող Պարքև Սրբազանը, մեր Քավորի ընտանիքը, բոլորն այնտեղ էին։ Եվ հետո ժամը 5-ի կողմերը այդպես ուրախ տրամադրությամբ բոլորս եկանք Շուշի, իրականացրեցինք պսակադրությունը, եկանք Ստեփանակերտ, մեր բոլորի սիրած Ուռենիում նշեցինք դա։ Գիտեք, դա այնպիսի վառ հարսանիք էր, որ հնարավոր չէր այլ կերպ պատկերացնել։ Երբ ծնվեց աղջիկս, արդեն քննարկում չեղավ, որ նա պետք է մկրտվի նույն Ղազանչեցոց եկեղեցիում։ Իդեպ ասեմ, որ աղջիկս ծնվել է մայիսի 9-ին, եւ ամուսինս էլ ծնվել է միջայլոց սեպտեմբերի 2-ին եւ խորհրդանշական շատ խորհրդանշական ընտանիք է իմ ընտանիքը։ Երբ աղջիկս ծնվեց, ժամանակից շուտ ծնվեց, շնորհավորանքները երբ ստանում էի, զանգեցի Պարքև Սրբազանին եւ ասացի Սրբազան, գիտեք, Արյաննան ծնվել է մայիսի 9-ին, մայիսի 8-ից լույսի 9-ի գիշերը որոշեց, որ ծնվելու է եւ վերջնականապես ցերեկը ծնվեց, ժամերը ճշտեց, հարցրեց, ասեց օփշելու բան է ասեց, հենց օպերացիայի ժամանակագրությամբ է գնում ազատագրման, հետո իր բնորոշ հումորով ծիծաղած ասեց դու երևի լավ չես պատկերացնում, գիտես Ղազանչեցոցի ուժը, բա երբ էր ծնվելու այդ երեխան։ Ինչևէ, գիտեք, Եվ ծնունդներն ամեն տարի Արցախում էիք նշում։ Միանշանակ Արցախում էինք նշում եւ մայիսի 9-ը եւ սեպտեմբերի 2-ը նաեւ իմ ծնունդին էինք գալիս, նոր տարուն էինք միշտ Արցախում լինում եւ հիմա մենք զգում ենք մի քիչ մեր կյանքն է փոխվել։ Ճիշտ է, Արցախցին շատ ավելի մեծ բան է կորցրել, որ թողել է տունը եկել է, բայց մենք էլ ենք կորցրել այն ինչ մերն էր։ Մենք ունեինք մեր սիրելի ճանապարհը դեպի Արցախ, Քարվաճառով գնում էինք, Քարվաճառի ճանապարհին գեղեցիկ մի փոքրիկ տեղ կանգնում էինք գետի ափին, որովհետև երեխան փոքր էր, ուտել էր պետք իրեն, մի թեթև հաց էինք ուտում, շարունակում էինք ճանապարհը, այսինքն վերադարձը արդեն Շուշիով էր լինում, առավոտյան պարտադիր գնում էինք Պատարագի, Շուշի եկեղեցի, այսինքն այն ինչ մերն էր, այսօր մենք չունենք։ Ու բնականաբար, ինչպես եւ բոլորը, վճռական մտածում ենք, որ մենք պետք է դա նորից ունենանք։ Իսկ հիմա երբ Արցախը չկա, այդ օրերն ինչպես է նշվում ձեր ընտանիքում սեպտեմբերի 2-ը, մայիսի 9-ը։ Շատ դժվար, որովհետեւ
ամեն անգամ փորձում ենք ինչ-որ ինքներս մեզ զբաղեցնենք, որ մտքերով հետ չգնանք, որովհետև շատ ծանր է մայիսի 9-ը նշել որպես տոն, իսկ միանշանակ դա մեր ընտանիքում տոն է, որտեղ միակ եւ ամենասիրելի երեխայի ծնունդի օրն է կամ ամուսնուս ծնունդը, շատ դժվար է դարձել, երբ դու պետք է շարունակես ապրել եւ պետք է ստիպես քեզ մտքերով հետ չվերադառնալ։ Տիկին Նաիրա, այն ինչ տեղի ունեցել Արցախի ու արցախցիների հետ, ինքներդ ձեզ ինչպես եք բացատրում։ Դա անբացատրելի է, որովհետև ցավը մեծ է եւ սթափ գնահատական տալը շատ դժվար է։ Որքան էլ այս նախորդ ժամանակաշրջանում բոլոր նշանները կային եւ ես ինքս եղել եմ այն մարդկանցից մեկը, ով կանխատեսել է, որ կարող է այսպես ավարտվել, որևէ կանխատեսումների մեջ պատկերացում անգամ չի եղել, որ արցախցին դուրս կգա Արցախից։ Տարբեր վատ սցենարներ ենք մտածել, բայց որ արցախցին դուրս կգա Արցախից, որևէ մեկի մտքով չի անցել, անգամ ամենահիվանդ երևակայությամբ չենք ընդհանրապես այնինչ տեղի ունեցավ, որքանով որ Արցախինն է, գոնե դրա կեսի չափով, եթե ոչ ավել, նաև մեր բոլորինն է, որովհետև մեր մեջքը կոտրվեց, մեր ուժը գողացվեց, մեր հաղթանակը կորավ։ Մենք տարածաշրջանի միակ հաղթանակած բանակ ունեցող, միակ ամուր ոտքերի վրա կանգնած պետությունն էինք եւ այնինչ տեղի ունեցավ, եթե տեղի ունենար արդար ճակատամարտում եւ արդար քայլերով, գուցե այսպիսի ցավ չպատճառեր եւ մի քիչ ընկալելի լիներ, մենք մեր սխալների վրա փորձեինք սովորել։ Հիմա էլ ենք նույնը անելու։ Մենք եզրակացությունները արել ենք ու անում ենք, սակայն քանի դեռ մենք Բաքվի բանտում ունենք մարդիկ, ովքեր այսօր պատասխան են տալիս հայրենասեր լինելու համար, հողը պաշտպանելու համար եւ կարծես անուշադրության են մատնված ամբողջ աշխարհի կողմից, բնականաբար պետք է սպասենք իրենց վերադարձին, նոր կարողանանք ինչ-որ քայլեր անել, որովհետեւ նրանք այնտեղ են, որովհետեւ ընտրեցին ժողովրդին փրկելու ուղին։ Իմ ամուսինն էլ է եղել պատերազմում, մեր ընտանիքն էլ է ապրել այդ ամենը եւ այն քիչ ժամանակաշրջանը, երբ լինում էր մի երկու բառ փոխանակելու, գիտեք, իմ ամուսինը շատ ռոմանտիկ մարդ չէ, շատ դժվար է իրենից ինչ-որ հուզական բաներ լսելը, բայց նա Մարտակերտի կողմներ, ավելի դեպի Մադաղիս, ասում էր սարերին նայում եմ կարմիր են, ոռնոց է գալիս, ասում էր, այնքան վատ էներգետիկա է, չես պատկերացնում։ Ու երբ ես ոգևորված այն ամենից ինչ լսում էի, ասում էի, չէ, մենք հաղթում ենք, գետաշեն ենք հասել, ենք արել, նա լռում էր։ Ես հասկանում էի, որ որևէ բան երևի թե այնպես չէ, բայց նա լռում էր։ Եղավ մի շրջան, երբ 3-4 օր իրենից լուր չկար եւ հայտնեցին, որ Մարտակերտը շատ ուժեղ հրետակոծության տակ է եղել, դե բնականաբար շատ խառնված փորձում էինք գտնել, ի վերջո կապը վերականգնվեց, բայց այդ 3-4 օրը շատ դժվար տարանք։ Մի քանի օր անցավ, ամուսինս ջղային զանգում ասում է, ես պատերազմ եմ եկել, ես ինչ եք անում դուք չեք պատկերացնում, ասում ինչ ա պատահել։ Դե ասում ով բարձրացավ մեր դիրքեր, հարցրեց իմ անունը, որ ասեցինք հա ունենք ես եմ, այսպիսի մարդ ունեք, ասին տուն զանգեք, ասում սնունդ բերողը հարցնում, ասնարատ բերողը հարցնում, ասում չդիմացա, ասցի ինչ եք բոլորդ իմ անունը տալիս, էլի, դե ասում անկեր ջան, քո անուն ազգանունը Մարտակերտի դպրոցի վրա մեծ գրված է զանգի տուն։ Ես իմ ընկեր Շուշան Պետրոսյանին խնդրել էի լուր գտնել ամուսնուցս եւ Շուշանը կազմակերպել էր այդ հուզիչ բանը, որը ճիշտ է առաջացրեց ամուսնուց դժգոհությունը, բայց գիտեք այդ այնքան Արցախինն էր, որ ամեն ինչ արվել էր, որպեսզի ինչ-որ մի բանով օգտակար լիներ։ Հետագայում 22 թվականին մենք գնացինք Մարտակերտ, բարձրացանք դիրքերն էլ տեսանք, այդ հիշողության ճանապարհով գնացինք, ես չէի պատկերացնում, որ վերջին անգամ եմ Արցախում։
Ես նայում էի Մարտակերտին այդ վերքերին, հա, այդ ծանր փորձությանը, որի միջով անցել էր, ու մտովի պատկերացնում էի ինչպես ենք վերականգնելու, որտեղ ենք ծառ տնկելու, ոնց ենք շենքերը ներկելու, նույնը ամբողջ Արցախի մասին էր։ Ստեփանակերտ քայլ առ քայլ քայլում էի ու փորձում էի վերականգնել մտքում, պատկերացնելով, որ մենք բնականաբար այս ամենի միջով անցնում ենք։ Մենք վերադարձանք 2 շաբաթ հետո սկսվեց բլոկադան։ Հետո եղավ այն ինչ եղավ։ Շուշի եկեղեցու ռմբակոծության ժամանակ բնականաբար սպասում էինք, որ նման բան կանեն, որտեվ իրենք փորձելու էին մեզ ամենաշատը ցավացնել։ Արեցին, բայց ես ինպես շատ մարդիկ, եթե ոչ բոլորը, ում հետ խոսում էի, մենք պատկերացնում էինք, որ ջոկատներ ենք կազմելու կռվից հետո, գնալու ենք քար-քար մաքրենք եկեղեցու շրջակայքը, խոտ-խոտ վերականգնենք։ Մենք իրոք մեր գիտակցության մեջ չէր մտնում, որ Շուշին կարող է մերը չլինի։ Բնականաբար այդ ծանր ճանապարհով եւ գալիս էինք ու Շուշիում տեսնում էինք թշնամու դրոշը եւ իրենց կանգնած, բոլորս վստահ էինք, որ մի օր իրենք այնտեղ կանգնած չեն լինելու։ Հետո երբ եղավ այն ինչ եղավ, որտեղից էր այդ վստահությունը։ Ես չգիտեմ, երևի թե իրոք այդ հողի պատմություններ էլի գալիս, որ Հայոց թագավորության արշակի մասին էլ կա, երբ որ ինքը քայլում էր իր հողի վրայով, նա ինչ-որ հողորտում էր, երևի դա էր տալիս մեր վստահությունը, երևի հողի հիշողությունը, արյան հիշողություններ անում։ Անկամ հիմա, երբ թվում է թե ամեն ինչ կորցրել ենք եւ վերադարձը շատ մշուշոտ է, շատ մշուշոտ է, ես ունեմ ներքին այդ զգացումը։ Երևի ընտանիքիս պատմությունն է դա հուշում։ Ես ծնունդով գյումրեցի եմ եւ Ալեքսանդրապոլում, երբ եկան թուրքերը, իմ հայրիկիս պապիկի ընտանիքը ստիպված եղավ թողնել տունը եւ հեռանալ քաղաքից։ Մեր տանը, որը 1880 թվականին է կառուցվել, ապրում էին թուրքեր։ Ոչխար էին պահում իրենց բնավորության համաձայն, հաստատվել էին, ինչ որ տնավորվել էին, անգամ փոփոխություններ էին արել տան մեջ։ Հիմա տունը մերն է։ Բնականաբար մենք վերադարձանք, մաքրեցինք, ոչ միայն տունն է մերը, քաղաքն է մերը, երկիրն է մերը։ Երևի այդ հիշողությունն է վստահությունը բերում, բայց գիտեք, մենք շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու ինքներս մեզ մաքրելու։ Մենք այսօր կարծես հեռացել ենք իրարից, հեռացել ենք հողից, հեռացել ենք պատմությունից, հեռացել ենք եկեղեցուց։ Երբ մենք կարողանանք վերգտնենք մեզ, մենք հետ ենք գնալու Արցախ։ Հիմա էլ Արցախի կորուստը կրկնակի է ցավեցնում, երբ աղ են լցնում այդ բաց վերքին, մեղադրելով արցախցիներին Արցախը թողնելու համար։ Ինչպես կանխել նման խոսակցությունները, ինչպես արձագանքել։ Ես կարծում եմ արձագանքել պետք չէ, որովհետև դա պարզ քաղաքական մանիպուլյացիա է։ Դա այն հիմնասյուներից մեկն է, որը կոտրելով կարելի է փակել ճանապարհը դեպի Արցախ։ Երբ արցախցին եւ Հայաստանում ապրող ցանկացած հայ նույնական են եւ միասնական են, մեզ կոտրել չի լինի։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մենք պարտավոր ենք լսել արցախցու ձայնը, ոչ թե խոսել նրա փոխարեն։ Այսօր այդ ձայնը լսելի է։ Մասամբ այո, բայց մեծամասնությամբ ոչ, որովհետև ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացվի Արցախը։ Ես փորձում եմ չմտնել քաղաքական դաշտ, բայց Ադրբեջանը 30 տարի արհեստական կերպով պահեց առանձին բնակավայր, որի անունը դրեց, որ փախստականների կեցավայրն է, միջազգային բոլոր ատյաններին փախստականներով զբաղվող տարին 12 ամիս տարավ ցույց տվեց, տեղահանված մարդկանց թիվը ուռճացնելով հասցրեց 1.2 միլիոն եւ միջազգային բոլոր ամբիոններից խոսում էր այդ մասին, այսինքն ցույց էր տալիս, որ մեր հողը օկուպացված է, մեր բնակիչները արտաքսված են 30 տարի շարունակ։ Հայաստանը, պաշտոնական Հայաստանը, անում է դրա կտրուկ հակառակը, արցախցիներին փորձում է ձուլել, մոռացնել, հնարավորություններ կար բնականաբար, որպեսզի արցախցիներ եւ բնականաբար արցախցիների համար էլ դա ավելի ընդունելի կլիներ, ապրեին իրենք իրենցով, իրենց իրար կողքին կարողանալով ուժ տալ իրար,
ուսը պահել մեկի մյուսին թիկունք լինել, այսինքն ես չեմ ասում Ադրբեջանի պես ինչ-որ զզվելի ժամանակավոր կացարաններ լինել, այլ մենք նորակառույց թաղամասեր ունենք։ Եթե պետական ծրագրերը, որի համար իդեպ միջազգային մեծ գումարներ են ծախսված, ուղղվեր արցախցիների թաղամաս օրինակ ունենալուն տարբեր քաղաքներում, որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր, երբևէ մեղադրել եք ձեզ ինչ-որ բան չանելու կամ ճիշտ չանելու համար, խոսքն Արցախի մասին է։ Խոսակցներ տարբեր են եղել, չէ, մեղադրանքներ իհարկե չեն եղել, բայց խոսակցներ տարբեր են եղել։ Մեր աշխատանքը միշտ եղել է սինխրոնացված։ Երբ Արցախի համար հարց է եղել, որը պետք էր քննարկել միջազգային կառույցներում, մենք բնականաբար առաջին հերթին դա քննարկել ենք Արցախի իշխանությունների եւ Արցախի ազգային ժողովի հետ, եւ բնականաբար հազար մարդ հազար կարծիք անգամ հնչել են կարծիքներ, թե ինչի եք դուք մեր անունից խոսում, եթե կարող ենք մենք մեր անունից խոսենք, բայց դա 1-2 կարծիք է եղել։ Հիմնականում ամեն ինչ եղել է շատ սինխրոնացված։ Երբ ես խոսել եմ, իմ շուրթերով խոսել է Արցախի ազգային ժողովը, որովհետև եթե անգամ ես ինչ-որ անելանելի հարցի առաջ եմ կանգնել, կամ ադրբեջանցիների ստեղծած հերթական սադրանքն է եղել, րոպեների ընթացքում ես կապվել եմ Արցախ եւ ստացել եմ պատասխանը շարունակել իմ պայքարը արդեն միջազգային արձան։ Կամ կարծեմ դուք եք ասել, որ պետական մտածողության բացակայությունն է, որ մեզ բերեց այս կետին։ Ինչ նկատի ունեիք։ Մենք մի քիչ հաղթող կողմի հոգեբանությամբ մի քիչ հանգիստ ապրում էինք, մտածելով, շատերի մոտ մտածելով, որ աշխատանքը արված է, վերջացված է եւ Արցախը մերն է։ Այդ պետական մտածողությունը հենց դա էր, որ մենք պետք է պետական ինստիտուտները բերենք, հասցնենք իր վերջնական այդ ավարտական տեսքին։ Տեսեք հիմա ինչ է անում Ադրբեջանը։ Չհասցրեցինք։ Ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Մենք չհասցրեցինք, որտեղ մեզ խանգարեցին արտաքին ուժերը։ Արցախի հարցի լուծմանը մնացել էր 1-2 տարի, ես ձեզ հավատացնում եմ։ Երկար տևող բանակցությունները մեզ բերել էին արդյունքի, ոչ մեր երազանքների արդյունքի, բայց այսօրվա համեմատ երազանք կլիներ։ Մենք ունենալու էինք եւ կարծում եմ դեռ կունենանք ճանաչված Արցախի հանրապետություն, ունենալու էինք սահման Հայաստանի հետ եւ ունենալու էինք միջազգային ճանաչված հանրաքվե իր արդյունքով։ Հույսը քաղաքական կատեգորիա չէ, բայց առանց դրա քաղաքականություն գոյություն չունի։ Կրկին ձեզ մեջ վերեցի։ Այսօր այդ հույսը կա, ինչի վրա է հիմնված։ Հույսը կյանքի շարժիչ ուժն է, հույսը միշտ կա, անգամ ամենաանելանելի վիճակում հույսը ճանապարհներ է բացում ու դռներ է բացում։ Հավատացեք, այսօր փաստաթղթային աշխատանքը, եթե կատարվի ոչ թե մի քանի կազմակերպության կողմից, այլ պետական խողովակներով, մենք շատ մեծ բանի ենք հասնելու։ Ցավոք, հենց պետական մակարդակով է փակվում այդ դուռը, բայց ելի եմ կրկնում, որ հավաքականորեն թե Արցախի ժողովուրդը, թե Արցախի քաղաքական շրջանակները եւ թե հայաստանյան հասարակական գործիչները պետք է միշտ խոսեն միջազգային կառույցներում, չէ՞ որ մենք ունենք մեծ սփյուռքի ներուժ, որը իդեպ այսօր աշխատում է, եւ այդ սփյուռքի ներուժին պետք է գումարվի նաեւ մեր ներուժը։ Մենք չպիտի լռենք, մենք դրա իրավունքը չունենք։ Արցախ վերադարձը հնարավոր համարում եք։ Ես Արցախ վերադարձին հավատում եմ։ Ուղղակի ուզում եմ, քանի չեն հասցրել շատ բան քանդել, այդ ժամանակ գնանք։ Արցախ վերադարձ լինելու է։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։